Ուժեղ Հայաստան դաշինքի վարչապետի թեկնածու Սամվել Կարապետյանը մայիսի 28-ի առիթով հղված տեսաուղերձում հայտարարել է, որ ոչ մի ռազմական շքերթ չի կարող փոխարինել ուժեղ բանակին, որն անհնար է ստեղծել թույլ իշխանության պայմաններում։ Նա ընդգծել է, որ այսօր Հայաստանը կանգնած է նույն ընտրության առաջ, ինչ 108 տարի առաջ։ Լինել ուժեղ պետություն, թե թույլ տարածք, որի փոխարեն որոշումներ են կայացնում ուրիշները։ Մայիսի 28-ը պետական կամքի օր է, սիրելի հայրենակիցներ, այսօր Հայաստանը մտնում է որոշիչ ժամանակաշրջան, առաջիկա ընտրությունները պարզապես քաղաքական գործընթաց չեն լինելու, դրանք լինելու են պատասխան մի հարցի, արդյոք հայ ժողովուրդը պատրաստ է նորից վերցնել իր պետության պատասխանատվությունը, մենք պետք է վերադարձնենք հավատը պետության նկատմամբ, վերադարձնենք ուժը բանակին, վերադարձնենք արժանապատվությունը դիվանագիտությանը, վերադարձնենք վստահությունը հայ մարդուն,